Բարև ձեզ մանրեր, շնորհակալ ենք, որ համաձայնեցիք եք այս զրույցին, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես, կարծում դուք էլ երեք տեսաք, համացանցում տարածվեցին տեսանյութեր Երևանում, Վաղարշյան փողոցում, Կոմիտասի պողոտայում, օրը ցերեկով մարդկանց գնդակահարում են բառի բուն իմաստով, կրակոցներ են ու այս իրականության մեջ ոստիկանական համակարգը, իրավապահ ուժերը զբաղված են բացառապես քաղաքական հետապնդումներով մարդկանց փռելով ասֆալտին քաղաքական հայացքներին, այսպես ասենք, հա կոնտեքստում վերման ենթարկե տանել։ Այս մթնոլորտը, որ տիրում է ամբողջ երկրում, խնդրեմ ինչի դրսևորում է։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Տեսեք, դա բնական է, որ ուժային համակարգը իզորու չէ այդ բոլոր ծավալի աշխատանքները կատարել, երբ որ երկրի գլխավոր առաջնորդը, ղեկավար կոչվածը, վարչապետ կոչվածը անձնական հրամաններ է տալիս, այսինքն իր անձնական քմահաճույքից ելնելով քաղաքական հրահանգներով ծանրաբեռնում է ուժային համակարգերին, ոստիկանությանը, քննչականին, դատական համակարգին, եւ դա է պատճառը, որ քաղաքական պատվերների արդյունքում աճում են, մեծանում են խուլիգանությունը երկրում, սպանությունները, այս քաոսը, այս բարդակը, որովհետև այո, դուք տեսաք նույն Գագիկ Ծառուկյանի տան օպերացիայի հետ կապված ինչքան ուժայիններ էր կենտրոնացվել։ Այդ ուժայինները, որոնք այդ օրը կարող էին կատարել շատ ավելի կարևոր եւ ազգանպաստ գործ, կլինի թշնամու հետ կապված նույն ազգային անվտանգության գործառույթները տարբեր։ Նրանք ծանրաբեռնված են քաղաքական պատվերներ կատարելով, որի արդյունքը մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները կրում են իրենց վրա, իրենց բակերում, իրենց փողոցներում եւ ամենուրեք։ Ավելանում է խուլիգանությունը, հանցագործությունը, սա է կոչվում հանցավոր անգործություն։ Այո, ես տեսնում եմ այդ կադրերը, տեսնում եմ այդ անհանդուրժողական մթնոլորտը, որը եւս կապ ունի քաղաքական ղեկավարների հետ, այսպիսի մեծ անհանդուրժողականություն երբևիցե երևի չի եղել Հայաստանում, որ ամեն մի ստից բանից մարդիկ մեկը մյուսի վրա զենք քաշի, կրակի, հասկանում եք, այնպիսի բաներ էլ չի, որ ասես, չգիտեմ, ինչեր են արել, հասարակ կենցաղային ստից բաներից կարան մարդիկ զենք քաշեն իրար վրա եւ կրակեն, ինչից է գալիս կրկին այս տարիների ընթացքում լցված թույնից, մաղձից, մարդկանց մեջ չարություն սերմանելուց, մեկին մյուսի հանդեպ հրահրելուց, այս ամեն ինչը իրականացվում է այս իշխանությունների կողմից եւ դրա վառ ապացույցը Նիկոլ Փաշինյանի խոսույթն էր իր իսկ քարոզարշավի ժամանակ, որ ընդդիմադիր առաջնորդներին, ընդդիմադիրներին ասում էր կսատկացնեմ, բառիս ուղիղ իմաստով բռնության կոչեր էր անում, որը որևիցե եվրոպական կառույցների կողմից չստացավ դատապարտում, հասկանում եք, սա ուղղակի ցինիզմի մի այլ աստիճան է, եթե սա արած լինեին նախկինում որևիցե ղեկավար համարձակվեր, հայտարարեր, որ ընդդիմության որևիցե ներկայացուցիչ կսպանի, կսատկացնի, այս հայտարարության համար ամբողջ Եվրոպան միաձայն կդատապարտեր այդ գործիչին։ Հիմա ինչու չեն դատապարտում, որովհետև կրկին աշխարհաքաղաքական պատվեր է կատարում Նիկոլ Փաշինյանը։ Մեծ աշխարհաքաղաքական պատվեր Հայաստանը հրահրի Ռուսաստանի դեմ հաստատուն քայլերով։ Սա է Եվրոպայի ցանկությունը, սա է Թուրքիայի ցանկությունը, սա է Ադրբեջանի ցանկությունը։ Այդ իսկ պատճառով Եվրոպան, Արևմուտքը աչք են փակում Նիկոլ Փաշինյանի բեսպրիդել գործողությունների վրա, բռնության կոչերի վրա, որը բերելու է Արևմուտքին եւ Եվրոպային մի իրավիճակի է հասցնելու, որ այս տարածաշրջանի ժողովուրդը ատելու է իրենց, որովհետև իրենց իսկ հռչակած կանոններն ու օրենքները առաջինը խախտում են հենց իրենք։ Իրենց ներկայացուցիչները, իրենց կողմից աջակցություն ստացած Նիկոլները, որոնք կոնկրետ բռնության կոչերով են հանդես գալիս եւ չեն ստանում արժանի պատասխան այդ իսկ
օրենքը հռչակածների կողմից։ Սա կոչվում է քաղաքական կապիկություն եւ հենց արևմուտքը դեմ է գնում իր իսկ հռչակած օրենքներին ու կանոններին եւ արևմուտքի դիմակը շատ լավ, շատ գեղեցիկ ձևով այստեղ պատռում է հենց Նիկոլ Փաշինյանը, այո։ Նիկոլ Փաշինյանը արևմուտքին ուղղակի ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունում, ստորացնում է եւ ամբողջ հայ ազգին ցույց է տալիս, որ արևմտյան ուժերը կեղծավոր ուժեր են։ Սա է բացահայտում իրական մտածող հայ քաղաքացու մոտ, որ այն կանոնները ու օրենքները, որոնք տասնյակ տարիներ լցվել են մարդկանց գլուխները, կեղծիք են եղել եւ ոչ թե գաղափարական հիմքերի վրա են դրված եղել, այլ եղել են քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակներով ուղղորդված ծրագրեր, որը այսօր իրականացվում է եւ իրականացնում են։ Իրենց հետաքրքիր չի մարդը, մարդու արժեքը, կինը, կնոջ իրավունքները, կենդանին, կենդանու իրավունքները, այս ամենը գործիքներ են եղել քաղաքական ծրագրեր կյանքի կոչելու համար։ Սա է ապացուցում արևմուտքը այսօր այստեղ։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բռնության կոչերը չէր կարող ուղղակի առանց գնահատականի մնալ։ Սա փաստացի այն ապացույցն է, որ արևմուտքը այստեղ իրականացնում է քաղաքական դավադիր ծրագիր, ինչը որ իրականացրել է Ուկրաինայում, սպանել է ուկրաինացիներին, այսօր Ուկրաինայում քաոս է, ավերակություն եւ նույն ճանապարհը ուղղորդում են Հայաստանին։ Ինչքանով դա հային օգուտ կլինի, ինչքանով հայ քաղաքացին կօգտվի, հայ մարդը, երբ որ այսպես խոսում ես, երբ որ հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ հանելով Հայաստանն ամենածանր հետևանքները կրելու, ասում են դու Ռուսաստանի շահերից ես խոսում։ Ինչ եմ Ռուսաստանի շահերից խոսում, երբ որ ես հասկանում եմ, որ դրա արդյունքում իմ հայն է տուժելու։ Ոնց որ Միջայլոց ծաղիկների շուկային մեջբերում եմ ուզում անել, գործընկերներս գրել էին, որ ծաղիկ կահավաճարներին, ջերմոցատերերին կոնկրետ սպառնում են չբարձրաձայնել այն խնդիրների մասին, ինչի առաջ իրենք կանգնել են, այլապես էլ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեն, ավելին աչուձախ էլ ասեն, գիտեք, մեր ծաղիկները արդեն Եվրոպա են հասել։ Մեկ էլ ուզում եմ այս թեմայով կարող ա տեսել եք, պարոն Չախոյանը Պետրոս Ղազարյանի եթերում խոսում է այն մասին, որ ժողովուրդ ջան, գիտեք, կարող են վիճակին հասնենք, որ ծիրանը այնքան արտահանվի, որ մենք անգամ ուտելու չունենանք։ Խնդրեմ այս հայտարարությանն էլ անդրադառնաք։ Տեսեք, փուչիկ փչելով, կապիկություն անելով, իրենց ամիսը 7 միլիոն գումար տալով, ժողովրդին էլ գրոշները կտրելով, ես չգիտեմ իրենք ուր են հասնելու։ Իրենց համար լավ է, այո։ Օրինակ արևմուտքից գրանտ ստացողների համար շատ լավ է։ Այդ գրանտը շարունակում են իրենց բաժին գրանտը ապահովում են։ Չգիտեմ քանի տասնյակ են Հայաստանում այդ գրանտ ստացողները, բայց ես գիտեմ, որ այստեղ կան 3 միլիոն ապրող հայեր, որի մեծամասնությունը ոչ թե գումար է ստանում Եվրոպայի գրանտներից կամ Նիկոլից, այլ իր չարքաշ աշխատանքով, իր քրտինքով, տանջանքով, չարճարանքով այդ գումարը ստանում։ Այսինքն ծիրանավաճառում, ձմերուկավաճառում, պոմիդորավաճառում շատ մարդիկ այսպես են գումար ստանում։ Հիմա Տարոն Չախոյաններն ու մյուսները լավ է, իրանց կորմը տեղն է, իրանք եկել են այդ աշխատող մարդկանց ասում են չտեղավորվեք ընկեր, լավ է, ամեն ինչ լավ է, հա իրանց համար լավ է։ Հիմա այս աշխատող մարդը պետք է հասկանա, ինքը պետք է ինձ անի, որ Չախոյանների փողը մնա տեղը, թե ինձ պետք է անի, որ իր երեխեն վաղը սոված չմնա։ Հիմա ես խոսում եմ այդ մարդու շահերից։ Այն հասարակ անպաշտպան մարդու ոչ խոսում եմ, այո, իմ խոսածածից չի օգտվելու Նիկոլ Փաշինյանը, Չախոյանը, Դանիել Յոնիսյանը, Ստյոպիկը Բաբաջանյանը, սրանք չեն օգտվելու։ Սրանց շահերը չի սպասարկվում իմ խոսքի մեջ։ Սրանք այստեղ օգուտ չունեն։ Սրանք կանգնելու են պատասխանատվության առաջ։
Բայց այն հասարակ քաղաքացին, գյուղում ապրողը, առևտրականը, տաքսու վարորդը, բանվորը, ուսուցիչը, այս մարդիկ օգտվելու են, ես այս մարդկանց շահերի պաշտպանության համար եմ խոսում։ Իսկ Չախոյանները իրանց կերի համար են խոսում, իրանց կերը, որ չկտրվի։ Իրենք, որ ասում են, հեսա այնքան է սպառվելու, հեսա, երբ հեսա, 8 տարի ասում են հեսա, վաղը, առավոտը բացվում է հեսա։ Հո հեսայով չի, էշի տեղ են դրել մարդկանց։ Ես այն ժամանակ էլ, որ ասում էի, հիմա արդեն զգում եք ռուսները շատ չնչին բան, երբ որ չի արտահանվում, շատ չնչին սա հələ այն ծանր բախման մեջ չենք մտել Ռուսաստանի հետ, ընդամենը թեթև, դուք բա որ ասում էի ժամանակին ժողովուրդ հետևանքները ծանր են լինելու, այդ մեծ ջերմոցներ դրածները լսում էին, լայք դնում էին, բայց չէին գիտակցում, հիմա էլ եմ ասում, երբ որ ինձ մեղադրում են, ասում են, ինչ ես ասում, Ռուսաստանին մեծ հաշվով բան չկա, նա հսկա պետություն է, գերտերը դու չեն հասկանում, որ հային ու հայ ժողովրդին են այստեղ ճզմում, եւ որ ասում ես աղբեջան, լավ ինչ եք մեր ազգին տանում հանում ռուսի դեմ, ինչն է ձեր նպատակը, Թուրքի հետ ասում եք, չէ, բարեկամանանք, որ լավ լինի, բայց ռուսին պատերազմ հայտարարենք, ոնց կարա է լավ լինի, Պարզ բան եմ ասում, եթե տարածաշրջանի իշխող պետությունը դեռևս փաստացի Ռուսաստանն է, դուք մեզ բերել եք, միսեք ուզում օգտագործեք, ընկեր ջան, Եվրոպան թող կռվի, ուղիղ մտնի պատերազմի մեջ, Ռուսաստանի հետ ինքը ունի պրոբլեմ, թող Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, մեզ ինչ է հրահրում, Թուրքիան թող գնա կռվի Ռուսաստանի դեմ, ինչ է ուզում մեզանից, Ադրբեջանը, թող Ադրբեջանը կռվի ռուսների դեմ, թող Թուրքիան կռվի, մենք չենք կռվում ռուսների դեմ, ինչ են ուզում, հային ինչ են ուզում, Ուկրաինա դրեք նայեք ինչ է կատարվում, մարկանց հանել են իրար դեմ, երկու եղբայրական պետությանը հանել են իրար դեմ, հիմա էլ տներից, բակերից, փողոցներից, մարկանց տանում, սպանում, դիակները բերում են, իբր Պուտինին են ուզում հաղթեն, սա ոչխարություն է, աղեր այդ կռվի մեջ նպատակ էլ չկա, զորը բռնում մարդկանց, տանում, սպանում, բերում են, թող Եվրոպացիներին տանեն սպանեն, թող Եվրոպայում ապրողները գնան զենք վերցնեն կռվեն ռուսի դեմ, ինչ են ուկրաինացիներին սպանում, թող Եվրոպայի զինվորը կռվի ռուսների դեմ, ինչի կռվում, խիալ զենք ու փող ու ամեն ինչ տալիս Ուկրաինային, մտել է Ուկրաինայի հետև, միամիտ ուկրաինացիներին մորթում, նույն բանը հայի գլխին են ուզում անեն, հային են ուզում էշի տեղ դնեն, հրահրեն հանեն ռուսների դեմ, ասում են փողը կտանք ձեզ, փող զենք մի տվեք պետք չի, այդ փողն ու զենքը Մակրոնը թող վերցնի իր զինվորներով կռվի Պուտինի դեմ, ինչի կռվում, բա իրանց պետք է, իրանք տակ տեղը նստած հրահրողներ են, փողով բանով խառնակիչ որ դրել եմ դրանց, խառնակիչներն են, փողը տան խառնեն, Դանիել Հովհաննիսյանին, Ստյոպիկին, Բաբաջանյանին, Չախոյանին, փողը տան, ասեն հայերին հրահրեք, են միամիտ ժողովրդին հրահրեք ռսի դեմ, տարեք սարքեք թնդանոթի միս, էս է իրանց ծրագրերը, էս, հիմա այն անմեղ հայը թող մտած ինքը, Ուզուման դառնա ուկրաինացիների պես թնդանոթի միս, հլա այնտեղ մենակ ռուսն է, հլա այստեղ որ ռուսի դեմ դուրս եկանք, ադրբեջանցին առիթից օգտվելու է, այնտեղից է մեր գլխին տալու, ռուսին էլ ասելու է, ինչ ես խառնվում, չես տենում աշկերդ էին ճանգռում, թող հլա մի հատ սրանց կզծնեմ, ռուսի հետ որ թշնամացանք, ով է մեզ պաշտպանելու, ով ենք դիմելու, եվրոպացիներին, որ ուզում է մեզ օգտագործի, Թուրքիայի տեղից է տալու գլխներիս, դեպիլի տեղ դրած իրանց չեն հասկանում այդ վտանգները, ես հասկանում եմ, ոչ իրանց ֆեյքերից են վախենում, ոչ էլ իրենցից որևիցե մեկից, մեր ազգին ու ժողովրդին բացատրում է միշկը բերեն մեր գլխին, պատերազմ են ուզում ռսի դեմ, Մակրոնը զորք վերցնի գնա կռվի, ինչ են ուզում, մենք չենք կռվում, մենք չենք դուրս գալիս ռուսի դեմ, Մակրոնը 6 տարի է Ուկրաինան պատերազմի մեջ է, ինչի չի մասնակցում, ուղիղ զինվոր չի վերցնում, չի կռվում ռուսների դեմ,
Շատ կլա, որովհետև բա եթե Եվրոպայի պես հսկա Եվրոպան չի գնում պատերազմի ռուսների դեմ, էմես էսի տեղին դրեք է հանում են ռուսների դեմ։ Շուզլի են այդքան, հա, այդքան խորամանկ է։ Ժողովուրդ ջան, մտածեք, հետևություն արեք, ձեր երեխեքն են տուժվելու։ Հերիկա եվրոպական կապիկները այստեղ իրանց կապիկ, իրանց լափի համար կապիկություններ անեն։ Տեսեք, ավարտեք ձեր միտքը։ Կներեք չլսեցի։ Չէ, խնդրեմ, ավարտեք ձեր միտքը, մյուս հարցս ուղղեմ։ Նույնը վերաբերվում է ուժային կառույցներին, մյուսներին, ձեզ են վաղը հրահարելու գցեն այդ ամեն ինչի մեջ, ձեր երեխեքին, ձեր հարազատներին։ Դուք հասկանում եք վտանգների ծավալը, ես ուզում եմ դուք սա բոլորը ամբողջությամբ հասկանաք խորքային ձևով։ Տեսեք, այս ամենին զուգահեռ պարոն Ծառուկյանի պատկանող ընկերությունները, որ կապարակնքված են, հազարավոր մարդիկ ուղղակի գործազուրկ են դարձել, մենք այս օրերին տեսնում ենք նաև բողոքի ակցիաներ, կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, սրան զուգահեռ նաև առողջապահական համակարգը ամբողջությամբ պայթում է, հիշում եք ընտրությունների նախաշեմի եւ ընտրությունների ժամանակ իրենք ինչ արեցին, հիմա արդեն այդ համակարգն էլ չի գործում, եւ այս ամենին էլ զուգահեռ այսօր մամուլում հրապարակում եղավ, որ արդեն դե գիտեք նորահայտ օլիգարխներ են դարձել մեծահարուստներ, Ֆիննախը մասնավոր չվերթով է մեկնում որևէ երկիր։ Խնդրեմ։ Տեսեք, սրա հետ կապված, ելի ձեր տաղավարում ես ասել եմ, որ երբ որ ասում էին թալանել են տարբեր անհատների վրա, շատ լավ, կարան կոռուպցիաներ լինեն, կարան բացթողումներ լինեն, կարան օրենքի խախտումներ լինեն, ասենք Ծառուկյանին պատկանող հիմնարկն է, չէ, օրինակի համար։ Ինչ որ կոռուպցիաներ են եղել, խախտումներ են եղել, հիմա Նիկոլի պետական համակարգին պատկանող բազմաթիվ տեղեր կոռուպցիաներ կան, խնդիրներ կան, խնդիրներ կան, բա Նիկոլ Փաշինյանը ինչի՞ չի ձերբակալվում ու պատասխանատվություն կրում այդ ամեն ինչի համար։ Դա մի համակարգ է, որտեղ կարա լինի խնդիրներ։ Հիմա ինչ վերաբերվում է Նիկոլի քաղաքական հայտարարություններից հետո բառի ուղիղ իմաստով իրականացնում են այդպիսի գործողություններ, սա բացահայտ քաղաքական ռեպրեսիա է։ Սրա ամբողջ նպատակը, ես ձեզ ուղիղ ասեմ ինչու՞մն է կայանում։ Ծառուկյանի արևմտամետ չլինելն է, դրա համար էլ արևմուտքի կողմից ծրտուն չկա, ձայն չկա։ Բայց իրենք եթե արևմուտքը արդար լիներ, կապ չուներ, կասեր Ծառուկյանը Լուկաշենկոյի ընկերն է, Պուտինի ընկերն է, ում ընկերն է, դա կապ չունի։ Մենք գաղափարախոսություն ունենք։ Մերը ոչ թե անձնական շահն է կամ անձնական հարցերն, այլ գաղափարներն է։ Անկախ ամեն ինչից արտարությունը պահելու համար, եթե իրենք արտարություն պահողներ են։ Միանշանակ սա քաղաքական ճնշում է, քաղաքական գործողությունն է։ Եվ այստեղ տեսեք, հազարավոր մարդիկ, հայեր, կանգնել են պրոբլեմի հացի, խնդրի առաջ, կորցրել են իրենց աշխատանքը։ Այսինքն Ծառուկյանի արած գործի մեջ լավը, տեսնում եք, որ հազարավոր մարդիկ աշխատում էին, հիմա շահույթ աստացե, օգուտ աստացե, ինչ արե, չի արե, բայց պետության, տնտեսության մեջ գործ այդ մարդը արե, երբ որ դու կպնում ես, փակում ես, ոչ թե մենակ Ծառուկյանի անձն է վնասվում, այլ հազարավոր հայ մարդկանց վնաս ես դու հասցնում։ Հիմա հասկանում եք, որ տարբերությունը որն է ձեր եւ այդ ձևի մարդկանց։ Ես չեմ ասում ամեն մարդ իդեալական է, Ծառուկյանը անթերի ա եղել, մյուսը, բոլորն էլ ունեցել են իրենց սխալները, ամեն ինչը, հասկանում եք, բայց լավից վատից տնտեսության մեջ գործն արի։ Չեմ բերե նարկոտիկ ծախե փող աշխատի, հասկանում եք, ես դրա տարբերությունն եմ ուզում ձեզ հասկացնել։ Չեն արի վատ բաներ։ Այս պայդրությամբ իմ տեսադաշտում կա գործարան, որը փակվում է։ Լավ, ասենք մի հատ վատ են խաղատները Շանգրիլան, որ մենակ Շանգրիլան լիներ, ես կասեի գրողին, вообще չեմ խոսա։ Որտեւ ես ինքս խիստ դեմ եմ, բայց դու բռնում ես սրա ոչխարի պես, փակում ես գործարան։ Որտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում, պետությանը օգուտ է բերում, հարկ է տալիս։ Հիմա դու եղավ հայ լավն ես ուզում, դու Հայաստանը քանդել ես ուզում։ Քեզ փակում այդ գործարանը։ Հələ այն վատ բաները փակեի, կասենք հա։ Փակում է ազգին պետությանը օգուտ է բերում։
Նարկոտիկն եք շատացնում, երկում եք շատացնում, մարդկանց փողից զրկում եք, որ անճարությունից գնա հանցագործություններ անի։ Հասկանում եք ինչեր են անում։ Դու ինչ ես փակում բիզնես, Օլիմպիադան ես բռնում փակում, մարդիկ գնում մարզվում են արա, այդ կեղտերից հեռու են մնում, սպորտի մեջ են մտնում, դու ով ես արա։ Քոպես նարկոչ հարպեցող փաբերից քո երեխեքի պես վիդեոներ անեն, գցեն, այդ եք քարոզում արա։ Եք փակում Օլիմպիադանը, եք փակում արա։ Որ Ծառուկյանին է պատկանում դրա համար, սա կոնկրետ հասկանում եք ինչ է։ Ոչ մի նորմալ ներդրող կյանքում չի կա այս պարագայում Հայաստանում էլ ներդրում անի։ Սա համակարգի ոչնչացում է, սա համակարգը անձի վերագրելու գործընթաց է։ Իշքանով որ Ծառուկյանը տեղ կապ ունի, հազարավոր մարդիկ էլ տեղ կապ ունեն։ Դու ոնց ես եկել, շատ էլ Ծառուկյանը դրա մեջ ինչ որ փայ ունի։ Այդ հո Ծառուկյանի մենակ անձնականը չի արա։ Այդտեղ հազարավոր մարդկան շահեր կա, բիզնես շահեր կա։ Դու այս պարզ բաները եթե չեք հասկանում, դուք այս երկիրը ոնց կարա կառուցեք։ Հիմա ֆիննախնա մասնավոր չվերթով թռնում, տո իրանք կամերաների հետևը ինչեր են անում, պերաշկի կարտոֆիլ էին ուտում։ Հələ գնացես հիմա լափում են, ինչ են լափում։ $1000 իկրաներ ու եսին ինչ են զախտակվում, մենակ ընտրություններից ընտրություն, հերնում այդպես կապիկություններ են անում, այն խոզուկը յանի սպորտով էր զբաղվում, այդտեղ չգիտեմ իրանք Ալեն այդքան էլ պերաշկի կերավ հետը, հանին ասին դավայ ռադդ քաշի։ Ուրա, ուրա այդ որբ Ալենը ուրա, մարդկանց աչ ու ձախ դատի տալով մաներ կա, այ որբ ուր ես, որբ, անտեր մնացիր, պաշտոն չստացար, սոված մնա, չնայած դու ենքան ես թալան է հիմա, քեզ պետք է արա, քեզ պետք է, լափել ես, ինչ ասես ունես, ինչ ասես, լափե ման ես եկել, բա գիտե իր պաշտոնն ու ամեն ինչ, օգտագործին շպրտին, բանի, մի հատ ժեկի պետք տվեք թող աշխատի, թե գործ չկա, գյուղերը չոբանի գործ կա, թող գա տանք թող աշխատի այդ որբը, Էտա, դրանց վերջը էտա լինելու, գիտեին այդ պաշտոնները հավերժա, գիտեն այդ իշխանությունը հավերժա, իրանց հոր տնից են բերել, այս երկիրն էր քանդիկ կործանիկ, սոված շներ, բա ինչ կանեն, հələ նայեք ինչերով են մանգալի, բա 7-8 միլիոն նախարար աշխատավարձաստանում, են օրը են փոխնախարարի վիճակ էր, էդում խոսի պես կանգնում են, մարդը 5000 դրամ աշխատելու համար, ամբողջ օրը ծառից ծիրանը հավաքում, առավոտից մինչև իրիկուն գնում է շուկա կանգնում է, իրա գազի փողն էլ հանած 5000 դրամ հազիվ փող է աշխատում։ 7 միլիոն որ հասարակ մարդն է աշխատում, որ քո խոզ նախարարները 7 միլիոն փող են ստանում, այ անողնաշար։ Բա դու ժողովրդի մարդն էիր, բա դու ժողովրդի համար անողն էիր, Էս չէ կարա, էս եք դուք, անթասիբի պես են խեղճ քաղաքացուն, ոչ մի բան չկա այսօր, որ այդ են ընտրություններից ընտրություն, գնաք խաբեք, ձեները հավաքեք ու փախնեք, կորեք, ձենակ մի 5 տարի հետո նորից գաք, նորից խաբեք, այս պրոցեսի դեմը ես չգիտեմ, վերջի վերջով ոնց պետք է առնենք, որ մեր քաղաքացիներին ասենց չօգտագործեն, այս տիպի, ես ծավալի, ես ապշած եմ, ես ինչ օրն են գցել, մարդկանց անգրագետ են պահում, մարդկանց խեղճության մեջ են պահում, որ մի քանի դրամով կարանան խաբեն, կարանան գանտրության բերան, գնան մի հատ բան խոսք տան, խեղճությունից ելնելով այդ մարդը գնա իրանց կողմը, այս տիպի ժողովրդին դարձնել, այս տիպի խեղճ վիճակի թշվառության հասցնել, ուղղակի սա ազգային սպառնալիք է, սա ազգային անվտանգության հարց է։ Դրան զուգահեռ Ալիևը հնչեցնում է հերթական սպառնալիքները, չնայած դրան նաև խոսում այն մասին, թե նախկինում ինչպիսի, այսպես ասենք, ճնշումների է ինքն էլ ենթարկվել այդ
այս Փաշինյանի փնոված նախկինների մասին է խոսքը։ Խնդրեմ այս մասով էլ ձեր տեսակետը, խոսում էր նաև բողոքում էր Սամվել Կարապետյանից, այս ամենը ինչի դրսևորում է եւ մեր հայրենակիցները շարունակում են Բաքվի բանտերում խոշտանգվել։ Դավիթ Իշխանյանի վերջին հաղորդագրությունը մեկ նախադասություն ուղակի մեջբերում անեմ, մեր դեմքին այստեղ շպրտում են, որ ձեր իշխանությունները ձեզ անգամ տեր չեն, ինչ եք խոսում միջազգային ատյանների մասին։ Այո, կզելով ապրելը սա է, կզած քաղաքականություն վարելը, օրվա քաղաքականություն վարելը, այսօր կզեն Ալիևի դեմ, այսօր իրանց բան չասի, իհարկե իրանց Ալիևին ձեռա տալիս, կզածին պայել, երբ գոռա վազալով կան ինչ ուզի անեն, էսա, այսօր իհարկե նախկինում եղել են լուրջ բանակցություններ, եղել են լուրջ մարտիկ, եղել է լուրջ իրավիճակ, այսօր փալասներ են, անինքնասերներ են, իրանց նպատակը Ալիևին առաջնային բավարարեն, որ Ալիևը իրենց ձեռ չտա։ Ոչ թե Ալիևին զսպեն, Ալիևի բերանին կան, Ալիևին կանգնեցնեն, այլ Ալիևի պահանջները բավարարեն։ Սա է Նիկոլի ու իր թիմի քաղաքականությունը։ Սպասարկեն Ալիևի պահանջները, հային քերտելով, խոշտանգելով, նսեմացնելով, թուլացնելով, կուլ տալով այդ մաղձը, որ Ալիևը լցնում է հայի հանդեպ, իրանց հանդեպ, իրանց ինչ ասես էլ հարբեցող ծաղրած ու թքում է դեմքներին, իրանք պադոշ անինքնասեր են, այդ ամեն ինչը կուլ տալով գնում են, շարունակում են Ալիևի պահանջը բավարարել, Ալիևի էսկետը բավարարել, Ալիևին մի քիչ այս կողմից փորձեն խափեն, մի քիչ բավարարեն, մի քիչ խափեն, մի քիչ խրցնեն, կան հետո հելնեն հայ ժողովրդի առաջ Նիկոլը հելնի ասի, էդի գիտեք ինչ, էդի Ալիևինցն ա եղել, էդի իրանց փողի վրա է նշած եղել այդ գյուղը, էդի սովետի եսի մեզ ինչ մի քարտեզով իրանցն ա եղել, հա, սենց խափի մի քիչ հայ ժողովրդին համոզի բան, այս մի գյուղն էլ եկեք տանք էլի Ալիևին, էդի մերը չի եղել, մի քանի հատ էլ աջակից գտնի բան, ասելա խոսացեք, ասեք էդի մերը չի եղել, հա, այս մի գյուղի հարցերն էլ լուծին, հանձնին Ալիևին ասեն, տես պասի, տեսար ես մի գյուղի հարցն էլ լուծին, ես էլ նվիրին քեզ, հա, հիմա ինչ են ասում, ես 5 տարվա մեջ ասում են, այ Ալիև, ցելի Արցախը նվիրեցին, Ջերմուքից էսքան նվիրեցին, հլը մի քիչ ժամանակ տուր է, սաղ Հայաստանը նվիրենք, պրծնենք, ընկեր, քիչ էլի, բայց մի անգամից չենք կարող, էս է գալիս Նիկոլենց վարած քաղաքականությունը էս է, որ 21 թվին ասում էի կզած ղեկավարը չի կարող ղեկավարի, կզելա այ ընկերներ ջան, այ ժողովուրդ ջան, կզելա, գլուխը Ալիևի ոտների արանքն է չի թողում, ես ինչ անեմ, ես մեղավոր եմ, որ էդ է իրավիճակը, ես մեղավոր եմ, որ ձեր լոշտակ Նիկոլը կզած է իր քաղաքականությունը վարում, ես ինչ մեղավոր եմ, ես այդտեղ որտեղ եմ մեղավոր, որ գնացեք կզելա, թողնես քաղաքականություն վարեր, թողնես դիվանագիտություն վարեր, չկզեր, կզել ասում եք, արա էլի ռատետ քաշ է ասում եք, չէ, թող էդ կզածը մնա, էդ թող մնա, տենամ ձեր երեխեքը լավ են ապրում, տենամ դուք լավ եք ապրում, իսկան ուզում եք թող մնա, ապրեք, թուրքը կգա վաղը մտնի ձեր տունը, կսպանի ձեր երեխեքին, ձեր ընտանիքը, Էվաղտ, որ հասկացակ էլ ինձ ինչ պետք է, էլ իմ ասածը քանի կոպեկի արժեք ունի, ես ուզում եմ, որ դուք հասկանաք մինչև այդ աղետների գալը պետք է հասկանաք, որ կանխեք, ձեր երեխու անվտանգությունից ելնելով, ձեր տան, ձեր բիզնեսի, ձեր ունեցվածքի, ձեր աշխատավարձի, ձեր փորի այ մարդ, ձեր փորը չի կշտանա, եթե թուրքը եկավ, ես հասկանում եմ այսօր կան մարդիկ իրանց համար առաջնահերթություն է իրանց ստամոքսը, բայց ստամոքսով չես կարա ապրես, ուտելը կարևոր բան է, ճիշտ սնվելը շատ ավելի կարևոր, բայց կյանքում կան դրանցից վեր արժեքներ, դա ձեր հայրենիքն է, դա ձեր ընտանիքն է, դա ձեր սրբությունն է, ձեր երեխուն, որ մի բան լինի, դուք ձեզ կզրկեք այդ ամեն ինչից, որ ձեր երեխուն կերակրեք, որ ձեր երեխուն հասնի,
Բա տենց այդ նույն ձևով մտածեք ձեր հայրենիքի համար, ձեր պետության համար, ձեր ազգի համար, այս ընդհանուր շահի համար։ Ինչ Նիկոլական, ինչ Ծառուկյանական, ինչ Քոչարյանական թուրքը չի հարցնելու, արա։ Կա մի հատ Նիկոլ անձ, մեկ մարդ, պրոբլեմը այդ մեկ մարդն է։ Ես պրոբլեմ չունեմ են մնացածի հետ։ Այս ամբողջ պրոբլեմների միակ պատճառը այս պայծրությամբ այդ մեկ անձն է։ Ես չեմ թշնամանում անգամ, խղճում եմ Նիկոլականերին, խղճուկ վիճակում եմ, խղճուկ, դուրս եկեք նրան քվե տված մարդկանց, տեսեք ոնց են այսօր ապրում։ Այդ մարդկանց փրկելու համար իրանց են թիմի մի քանի հոգին լավ իրանց լափը գտել են, բայց նրանք նույն խեղճ ու կրակ մարդիկ են, ոչ մի բան չեն ստանում, խափում են այդ խեղճ մարդկանց, այդ են խափելով ման են գալիս, ստախոսների որջն է, Նիկոլն ու Նիկոլի այդ նեղ փոքրիկ խմբակը, ու մեր նմաններին այդպես թշնամանք են սերմանում, հային հրահարում հայի դեմ, հա, բայց մենք այդ սադրանքներին չենք տրվել։ Շնորհակալություն Մանուել, որ համաձայնեցիք այս զրույցին, բայց մեկ եզրափակիչ հարցել, ուղղակի ժամանակը սուղ է, ինչ պետք է անի այս փուլում ընդդիմությունը։ Ընդդիմությունը պետք է համախմբվի, պետք է իրենց բոլոր ուժերը մոբիլիզացնեն, Սամվել Կարապետյանենք տարել են ընդդիմադիր ուժերի մեծամասնություն, համագործակցելով մնացած ուժերի հետ, մեր Հայաստան դաշինքը, նույն Գագիկ Ծառուկյանը, այսօր հարվածները ավելի շատ ուղղված են նրա վրա, դուք տեսնում եք, ես ինքս էլ ոչ Ծառուկյանից թիմից եմ, ոչ որևիցե կապ եմ ունեցել, բայց ընդհանրապես իմ համար դա էական չի։ Այս բաժանումները պետք է վերջանան, բոլոր կողմերից էլ մարդկանց աջակցություն կա, եւ ես անձամբ ինքս տարբեր ձևերով հայտարարում եմ, որ սա քաղաքական հարձակում է Ծառուկյանի վրա, սրիկայություն է, սա անարդար մոտեցում է, սա ընտրություններից հետո վրեժխնդրություն է, եւ այս ամեն ինչը, այո, պառակտում են իրանք, ցենց մեկ առ մեկ փորձում են առանձին Ծառուկյանին, չեն բացառում վաղը ուժեղացնեն նույն Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից, Հայաստան դաշինքի, մեր յուրաքանչյուրիս վրա այդ ճնշումները, բայց մեծ հաշվով ես թկած ունեմ, որովհետև հայրենիքն ու պետությունը կանգնած է օրհասական իրավիճակում ու հիմա եթե ամբողջ երկիրը պետք է կործանեն մի ամիս բանտում, 5 ամիս բանտում, այսօր պատմություն է գրվելու։ Դարեր հետո, տարիներ հետո մարդիկ, դարեր չասեմ, տարիներ հետո մարդիկ նայելու են ով ա եղել։ Այս հոսենց չի մնալու։ Մարդիկ այս ամեն ինչը վերլուծելու են, սերունդները վերլուծելու են։ Մենք ոչ չենք ապրում այսօր շահի, փողի, նյութականի համար, մենք թկած ունենք այդ ամեն ինչի վրա։ Մենք պատմությունը մարդիկ նայելու են ով է եղել Մանուել, ով ա եղել Ծառուկյան, ով ա եղել, ինչ են արել, գնացել են Ալիևի դեմը կզած, Նիկոլի դեմն են կզել։ Հիմա բոլոր նրանք, ովքեր ունեն այդ ժամանակը, պետք է պատմության մեջ, որպես հանրային մարդիկ, խոսեն, ասեն։ Ոչ թե գնան Նիկոլի ձեռները սեղմեն, վայ պարոն վարչապետ, ասեն, սա ինչ է։ Այդքան տղուս սպանել են եռաբլուրը հոգա։ Մտնելու է սերունդը, ասի, այսքան տղա ինչի համար ազով է։ Մեկը երեխու ձեռը բռնած գնալու եք եռաբլուր, հաց է տալու։ Ու հետո կոմիսիոն է տենալու 21, 22, 23 թվերին Փաշինյանին գրկած նկարված։ Հələ մինչև պատերազմը ինչ որտեղ ինչ որ արտարացումներ կարակ ունենա։ Բա այդքան երեխու սպանելուց հետո դուք ինչ բա չի ասելու, բա որ այսքան դավաճան Նիկոլ այսքան երեխու սպանել էր, այ հայտնի մարզիկ, այ հայտնի ես իմ ինչ, դուր է գնացել փաթաթվե Նիկոլին, նրա ձեռքից ինչ որ բաներ էիր վերցնում։ Հա՞։ Բա որ հայրենասեր երեխա ունեցար, քիչ այդպես հարցեր տվեց, պատասխանը կարող, ասելու էիր չէ իմանում։ Ասելու է դիա հերձարանների դիմացի հերթերն էիր մոռացել, այդ աղետն ու ամեն ինչն էիր մոռացել, ո՞նց չէիր իմանում։ Խափելու ես երեխայիդ, ինչ ասեմ։
Դուք եք ձեր ճակատագիրը որոշողները, ուրիշ ոչ մեկ։ Որոշեք ձեր քայլերով, ձեր ապրածով, ձեր գործողություններով։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։